Հունիսի 6-ին հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի և մյուսների գործով դատական նիստը։ Մեղադրող կողմը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը, ինչից հետո բոլոր մեղադրյալները հայտարարեցին չեն ընդունում մեղադրանքը։ Փաստաբաններն իրենց ելույթներում ևս մեկ անգամ շեշտեցին մեղադրանքն իրականության հետ կապ չունի։ Արամ Ազատյանի պաշտպաններից Արթուր Պիվազյանը բացման իր խոսքում ընդգծեց Ազատյանի նկատմամբ սույն գործով դատաքննությունն իրականացվել է միակողմանի, բացառապես մեղադրական ուղղվածությամբ։ Եթե ուսումնասիրենք Արամ Ազատյանին առաջադրված մեղադրանքների ժամանակագրությունը, պարզ կդառնա, որ դրանք փոփոխվել են ամեն անգամ այն պայմաններում, երբ որ պաշտպանության կողմը մեղադրանքի վերաբերյալ մեղադրանքը հերքող ապացույցներ է ներկայացրել քննիչ։ Ըստ պաշտպանի, ամեն անգամ իրենց լիազորությունների շրջանակում մեղադրանքը հերքող ապացույց են ներկայացրել քննիչին, սակայն Ազատյանի նկատմամբ քրեական հետապնդումները չեն դադարեցվել։ Փոխանակ դրանց նույն քրեադատավարական անհրաժեշտավոր սահմանված կարգով պատշաճ ուսումնասիրվեին, հետազոտվեին, գոնե հերքվեին այլ ապացույցներով քննիչների կողմից, ամեն անգամ նախաքննական մարմինը մտածել է նույն դեպքով, նախկինում առաջադրված նույն մեղադրանքով, ինչպես օգտագործել պահին մեր ներկայացած ապացույցը, որ նույն մեղադրանք առաջադրի եւ շրջանցի այդ արդարացման ապացույցները։ Օրինակ, պատվարժան խթան շքամուտների մասով հենց բերեմ օրինակը։ Նախ մեղադրանք Ազատյանին ներկայացվեց, թե նա կազմել է կեղծ փաստաթղթեր, հազում ընդունումը իրականացրել է ինքը։ Երբ որ մենք հիմնավորեցինք, որ քրեական գործում, քրեական վարույթում այդ պայն արկա նյութերով հաստատվում է, որ դեպքը տեղի է ունեցել 21 թվականին, դեպքի նկատում շքամուտների վերամորոգումը։ Հազում ընդունումը իրականացրել է, գումարների փոխանցումները իրականացրել է նախկին թաղապետը Արամ Ազատյանը այդ ժամանակ վարչական շրջանի ղեկավար չի հանդիսացել։ Պատվարժան դատարան, դրանից հետո Արամ Ազատյանի մեղադրանքը փոխվեց եւ նշեց, թե հաղորդում պետք է ներկայացնել իրավապահ մարմիններին կամ վերադասը։ Փաստաբանը նաև Կոմիտասի կիսանդրումասով մեղադրանքին անդրադարձավ, նշելով, որ սկզբում մեղադրանք էր առաջադրվել, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չեն կազմել, իսկ ապացույց ներկայացնելուց հետո, որ արձանագրությունը կազմվել է, մեղադրանքն արագ փոխվել է։ Հաջորդ դրվագը պատվարժան դատարան օրինակ Կոմիտասի կիսանդրումասով սկզբից մեղադրանք էր առաջադրվել Ազատյանին, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չեն կազմել խմբով։ Հետո երբ որ մենք ապացույց ձեռք բերեցինք, ներկայացրեցինք քննիչին, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն այնուամենայնիվ վարչական շրջանը կազմել է, իսկ տուժ չի կարող նշանակել այդ կազմված արձանագրության հիման վրա վարչական շրջան, այլ նշանակում է քաղաքապետարանը, մեղադրանքը վրաց փոխեց։ Նախաքննական մարմինը մեղադրանքը փոխեց, վարչական ակտ կազմելու փոխարեն դրեցին, որ արձանագրությունը կազմելուց հետո օրենքով սահմանված այլ իրավական ակտերով շենք կամ շինության ինքնական կառուցումը կասեցնելու միջոց չի ձեռնարկել, ինչպես նաև հողամասն ինքնական զավթած, ինքնական կառույց իրականացնող կամ իրականացրած անձի նկատմամբ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոց չի կիրառել։ Պիվազյանը շեշտեց դատաքննության փուլում Ազատյանի անմեղությունը կհիմնավորեն բոլոր այն ապացույցներով, որոնք դատարանը գտել է, որ պետք է հետազոտվեն։ Պատվարժան դատարան սույն գործով հույս ունեմ, որ դատարան օբյեկտիվ համակողմանի լրիվ քննություն է իրականացնելու, ինչի արդյունքում թե ներկաներից, թե հանրության համար պարզ է դառնալու, որ կոնկրետ մեղադրանքների մասով հարգելի հանրային մեղադրողը ինչ ապացույց է վկայակոչում, արդյոք հենց այդ ապացույցները հաստատում են գոնե անուղղակի կերպով Ազատյանն առաջադրված մեղադրանքները, թե հակառակը դրանք երգում են կամ ոչ մեկի մոտ այլ ապացույցների ցավալով նույնիսկ ենթադրություն չի ձևավորվում, որ Ազատյանը մեղադրանքների հետ կապ ունի։ Իսկ մեր կողմից հրապարակված եւ հետագայում հետազոտող ապացույցներով կհաստատվի, որ Ազատյանին առաջադրված մեղադրանքները ի սկզբանե եղել են անհիմն եւ դատանը պետք է կայացնի արդարացման վեր։ Արամ Ազատյանի մյուս փաստաբան Արման Բայադյանն էլ ընդգծեց մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլև անիմաստ ու անտրամաբանական, իսկ մի շարք դեպքերում զավեշտալի։ Զավեշտը հետև հասնում է նաև այն աստիճանի պատվարժան դատարան, որ քաշակ ստացող սուբյեկտը ըստ էության հանդիսանում է քանդակագոտը։
արվեստագետ անձը։ Ես չգիտեմ, մենք իրավաբանության որ այսպես ասած փուլում ենք կահավիշման առումով, բացասական առումով, բայց կնդիպված են պաշտպանել այս անդրահավանական մեղադրանքներից ունենալով նման պարզակացություն։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի եւ մյուսների գործով դատական հաջորդ նիստը հունիսի 13-ին է։